Նոր կոնցեպտ ներկայացնելու համար հիմա Նարեկ Մարտիրոսյանն է գալիս Գյումրու թիվ 6 դպրոցից The Cherry Learn to Code նախագծով։ Դե կարմար կրթական մոդելը արտահանվում է նաև տարբեր երկրներ եւ Հնդկաստան արդեն 3 լաբորատորիա ունենք Հնդկաստանում, Գուջարատ նահանգում, նաև 10 լաբորատորիա ունենք Վրաստանում Ջավախքի հատվածում, նաև Բաթումում ունենք հենց կոնկրետ արդեն լաբորատորիա, որ վրացերենն է, չէ՞ գործում, եթե չեմ սխալվում։ Անգլերենով է գործում։ Այո, եւ հիմա արդեն նախագծեր կան թե ԱՄՆ-ում, թե Լիբանանում, Եթովպիայի հետ կան պայմանագրեր, նաեւ Բանգլադեշի հետ, այսինքն մենք գնալով ընդլայնվում ենք եւ արտահանում հայկական միտքն ու կրթական մոդելները մարդկանց օգնելու համար դրսում նաեւ։ Նարեկ ջան, քեզ եմ լսում։ Բարև ձեզ, ես Նարեկ Մարտիրոսյանն եմ Գյումրու թիվ 6 դպրոցի հիմնական դպրոցի արմատի սան։ Ներկայացնելու եմ The Cherry խաղը, որը ծանոթացնում է ծրագրավորման մեջ օգտագործող ֆունկցիաներին։ Խաղը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր գիտեն անգլերեն եւ բավական համբերատար են, որպեսզի հաղթահարեն խաղի բոլոր խոչընդոտները։ Խաղի ստեղծման ընթացքում օգտագործել եմ Scratch-Add-ons գործիքը, որը Chrome-ի extension է։ Դարձնում է Scratch-ը ավելի հարմար եւ ավելացնում մի շարք հնարավորություններ։ Ձախ մասում ներկայացված են խաղի կոդերից երկու մաս, ամենաբարդ եւ ամենանյարդայնացնող հատվածն եմ ընտրել։ Խաղում օգտագործվել են անիմացիաներ, սա վերևի մասում մի օրինակ է։ Խաղի բոլոր կերպարները եւ ետնապատկերները հեղինակային են, նկարված են Scratch-ի վեկտորական խմբագրիչով, սա դրանց մի մասն է։ Խաղը ստեղծելու ընթացքում ես ավելացրել եմ մարզային փուլից մինչև հանրապետական փուլ ես ավելացրել եմ հուշումները խաղը ավելի մատչելի դարձնելու համար եւ բոնուս կամ ինֆերնո մակարդակներ։ Խաղի ստեղծելուց հետո որոշ հարցեր մնացին առանց պատասխանի։ Օրինակ, ինչու չերի։ Երբ որ ես մտածում էի նոր մրցույթային խաղի մասին, ես ինձ պատահաբար պատուհանից երևաց ծաղկած բալենին։ Ինչու ինֆերնո։ Ինֆերնո անգլերենից երկրորդ իմաստով նշանակում է ուժեղ կրակ, իսկ բոնուս լևելները կապված են կրակի հետ։ Եթե ես նորից սկսեի, ես բոլոր մակարդակներում կավելացնեի սքրոլինգը, խաղը ավելի գեղեցիկ դարձնելու համար։ Ինչ եմ ես սովորել խաղը ստեղծելու ընթացքում։ Ես խաղը ստեղծելու ընթացքում սովորել եմ կերպարների կրկնօրինակների հետ հմտորեն աշխատել եւ սովորել եմ Scratch-ի խմբագրիչը մաքսիմալ օգտագործել։ Այժմ ներկայացնում եմ իմ խաղը։ Մինչ QR սկանանեն, ասել որ հաջորդը Բարոյան Մերուժանն է մոտենալու Վանաձորից։ QR-ը խաղի անցնելու պրոցեսին է, քանի որ խաղը հեռախոսով չի կարող խաղացվել։ Նարեկ ջան, իսկ եթե բալենին տեսել էին, ինչի չերի դրեցի, ոչ թե բալենին։ Չգիտեմ, վստահ քայլող բալենին, ինչ-որ ավելի տարօրինակ բան կլիներ։ Ձեր թույլտվությամբ ուզում եմ անցնել միանգամից նոր բոնուս մակարդակները, քանի որ իմ խաղը շատ երկար է։ Բայց մինչ այդ բացատրեմ խաղը խաղալու պրոցեսը։ Cherry մեզ ողջունում է եւ բացատրում է ինչպես խաղալ։ Ասում է ինչպես է պետք շարժվել։ Ասում է, որ ունենք կոդի փոփոխելու խմբագրիչ։ Ասում է, որ այս ինտերֆեյսով դու կարող ես գրել կոդը։ Օրինակներ է բերում փորձությունների, գրում է բոլոր կոդեր, գրում է բոլոր ֆունկցիաները եւ մաղթում հաջողություն։ Այս ստեղնաշար տեսքով կոճակին սեղմելով բացվում է խմբագրիչի ինտերֆեյսը։ Սովորական աչքով բացվում է կոդը, որտեղ կարող ենք նաև ներմուծած ֆունկցիան։ Լոգ բարով կարող ենք դիտել սխալները, եթե դրանք կան։ Սա կոդը կրկնելու հնարավորության համար է։ Կարող եմ գրել օրինակ 35 անգամ
Եվ ներմուծված ֆունկցիան կկրկնվի 35 անգամ։ Բայց կրկնել իմ դեպքում պետք չէ։ Այս դաշտին սեղմելով բացում է դաշտ, որտեղ կարող ենք ներմուծել ֆունկցիան։ Պատահական բան գրեմ։ Այս կոճակին սեղմելով ակտիվացնում ենք ֆունկցիան։ Անցնենք հիմնական խաղին։ Նարեկ ջան, մեզ մոտ ժամանակը ավարտվել է։ 15 վայրկյանում մի փոքր։ Հա, ամփոփենք ամեն Կիսա չենք տալու։ Այս առաջին բոնուս մակարդակում կա դուր, որը կայրի չերին, եթե նա դրան ձեռք տա։ Որպեսզի նա դուրը բացի, պետք է գրել Ակտիվացնելով ֆունկցիան դուրը բացվում է և չերին կարող է անցնել մյուս մակարդակ։ 7-րդ մակարդակում հայտնվում է նաև բանալին։ Բանալիի համար պետք է գրել։ Բայց ես որ միշտ գրում է enter code 2 1 5 4 այդ ինչի համար գրում։ Այդ թվերը օգտագործվում են ինչ-որ կոդի հետ հրամաններ կատարելու համար։ Օրինակ, եթե մի անունտես սեղմել, փակել խմբագրիչը, կամ եթե պետք է ինչ-որ մի ֆունկցիան փոփոխել, եթե պետք է ինչ-որ մի ֆունկցիան ավելորդ է պետք է ջնջել, կարող ես ջնջել։ Նարեկ ջան, իսկ դու այդ ներկայում, որ կոդը գրում ես, որտեղ ես պետք է իմանա խաղացողը այդ կոդը ինչ գրի, այդ ֆունկցիան անունը ինչ է։ Ֆունկցիաները ներկայացված են help բաժնում, տուտորիալի ընթացքում և նաև Դες տաս մի հատ help-ում ոնց ես գրել այդ խաղացողը կհասկանա։ Եվ նաև սեղմելով H-ը, N-ը և T-ն բացվում են հուշումները, որտեղ կարելի է նայել բոլոր կոդերը։ Կոդը գրվում է այստեղ։ Մի հատ էլ բացի իմ այդ ֆունկցիաների շարքը։ Ունենք սարատ թողմանա, միջև ասենք էլ պետք չէ։ Չէ, ուզում այդ ֆունկցիաների շարքը մի հատ է տենում։ Բոլոր ֆունկցիաներն են խաղի, ըստ հերթականության դասավորված ամեն մակարդակի համար, որպեսզի եթե դու չես հասկանում ինչ ֆունկցիա է պետք գրել, կարողանաս նայես։ Երկրորդ մակարդակում պետք է նաև բանալին կոդով տեղափոխել դրի կոորդինատները, որպեսզի նրան քվեն։ Քանի որ կոորդինատային հաշտության վրա կենտրոնը 0-ն է և 0x-ով և 0y-ով, գրելով 0 առաջին դեպքում և 0 երկրորդ դեպքում, բանալին կտեղափոխվի դրան վրա։ Եվ դուրը կկարողանան բացել։ Այստեղ հայտնվում է վանդակը, այն բացելու համար գրում են… Կներեք էլի, Նարեկ ջան, ներողություն, մի հատ ինձ կբացատրես քո կարծիքով ստեղ խաղային այդ կոմպոնենտը հետաքրքիր բանը որն է քո համար։ Այսինքն հետաքրքրությունը ստեղ ինչումն է կայանում, էլի։ Հետաքրքրությունը նրանում է կայանում և իմ խաղի նաև նորարարությունն է, որ խաղը անցնելու համար պետք է ինչ-որ մի բան գրել, այլ ոչ թե միայն շարժել կերպարին։ Բայց այդ գրելը իմանալու պրոցեսը ինքը ինչ-որ խաղային պետք է լինի, չէ, որտեղ ոնց հասկանում դա մարդ պետք է անգիր իմանա, որ գրի, էլի, չէ, տվյալ պարագայում։ Հուշումները բացելով կարելի է մի պահ վերհիշել։ Իսկ կարաս, ասենք, որպես ինչ-որ տրամաբանություններ, որ մեջ է ինչ-որ լինի, տենց բան մտածես կամ մտածել ես այդ ձևով բան։ Չհասկացա հարցը։ Այսինքն ոչ թե այդտենց իմացած ինչ-որ բառ, որ պետք է գրել, այլ ինչ-որ ձև լինի, որ բացահայտես այդ ինչ պետք է գրել, էլի։ Ֆունկցիաների անուններից, եթե դու գիտես անգլերեն, կարող ես հասկանալ, որը ինչ է կատարում։
Օրինակ open door թարգմանվում է որպես բացել դուռը։ Իսկ բարդությունը ոնց է ստանում, ոնց է մի լևելը մյուսից ավելի բարդ։ Ամեն մի նոր մակարդակում ավելացվում է ինչ-որ մի նոր խոչընդոտ։ Առաջինում միայն դուրն է, երկրորդում դուրն բանալին է, երրորդում բանալին վանդակի մեջ է, չորրորդում վանդակը բացելու համար պետք է աշտողը դնել ստեղնի վրա։ Հինգերորդում մակարդակը ամեն մի 50 վայրկյան դառնում է այրվող և դու պետք է այդ պահին թրջես, որպեսզի չայրվես։ Նարեկ ջան, քո ծրագիրը շատ նման է, ասենք ինչ-որ մի ծրագրավորման միջավայրի, մի հատ ինչ-որ ID-ի, որը որ սովորաբար լինում է գույն, իր օպցիաները, իր ռեսպոնսը, այն նկատնում արձագանքը գրաֆիկական մասից ու ունեմ իմ հրամանային տողը, շատ նման է դրան, ես ուզում եմ հասկանամ, ով է այս գաղափարը տվեց, ես որոշել սենց սարքես։ Ինքնուրույն եմ մտածել, քանի որ ես հասկանում եմ, որ ուսուցողական խաղերը բավականին լավ միտք են, նրանք շատ օգտակար են, երեխան կարող է ինչ-որ մի բան սովորել դրանցով, բայց չի ուզում ինչ-որ դպրոցական առարկաներից վերցնել, այդ պատճառով որոշեցի սովորեցնել ծրագրավորում։ Շնորհակալություն։ Ավարտեցինք։ Մի ժամ հետ ենք ընկել, բայց մեր գործընկերներից մեկն ուզում հարց տա։ Ուշագից էլի չեմ սխալվում։ Չէ, երեխեքին Շատ հարց կներեք։ Նարեկ ջան, դու ասացիր, որ խաղամբուժությամբ անգլերենով էր, ես այնտեղ տեսա, որ ինչ-որ արտահայտություններ կա, որ քիչ ինչ-որ բարդություն են, իրենցից ներկայացնում ամբողջը անգլերենի մասով դու ինքդ ես այլ, թե օգնել եք ես անգլերենի ուսուցչուն։ Անգլերենի ուսուցչուն չեմ դիմել։ Իմացությունը Միայն շատ քիչ դեպքերում օգտվել եմ թարգմանիչից։ Շատ հայերենից ավելի լավ գիտես երևի անգլերենը գուցե ինչ-որ։ Merci. Ms. Osman, thank you very much.